Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 4։ Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե իմաստուններին, եւ աշխարհքիս տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնե զորավորներին։ Առաջին Կորինթացիս 1:27 խոսք։ Որքան հաջողությամբ են տկար ու արհամարված միջոցները ծառայել եկեղեցու բարօրությանը, այդպես էլ աշխարհի մեջ քրիստոնեության առաջին տարածման ժամանակ որքան թույլ եւ անհավանական գործիքներով դա կատարվեց։ Քրիստոսը չընտրեց ճարտասան հռետորների կամ թագավորների ու կայսրերի արքունիքներում իշխանություն ունեցող մարդկանց, այլ 12 աղքատ արհեստավորների եւ ձկնորսների, եւ նրանց էլ միասին որպես մի խումբ չուղարկեց, այլ ոմանց ուղարկեց մի երկիր նվաճելու, իսկ մյուսներին մեկ ուրիշ։ Առաջին հայացքից սա թվում է ամենաանհեթեթ ուղին, որը կարելի է պատկերացնել, բայց որքան արագ տարածվեց ավետարանը նրանց միջոցով եւ որքան արագ եկեղեցիները հիմնվեցին աշխարհի տարբեր թագավորություններում։ Երեխաների եւ կաթնակերների բերանիցը զորություն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լրացնես թշնամիին եւ վրեժխնդրություն անողին։ Սաղմոս 8:2 խոսք։ Խոյի եղջյուրների ձայնով Երիքովը հանձնվեց Իսրայելի ձեռքը։ 300 մարդկանց միջոցով իրենց սափորներով եւ ճրագներով Մադիանի հսկայական զորքը խուճապահար պարտության մատնվեց։ Ֆրանսիայում թաքնված բողոքականները փրկվեցին մի հարբած թմբկահարի միջոցով, որը կեսգիշերին իր կացարան գնալիս առանց հասկանալու թե ինչ է անում, հնչեցրեց քաղաքի տագնապի զանգը, երբ հենց այդ պահին նրանց թշնամիները հարձակման էին պատրաստվում։ Ինչպես թույլ եւ անհավանական միջոցները հաջողություն են բերել եկեղեցուն որպես ամբողջություն, այնպես էլ հաջողություն են բերել նրա առանձին անդամների փրկությանը։ Սարդը իր ոստայնը հյուսելով վառարանի բերանի վրա, թաքցրեց Քրիստոսի ծառա Պետրոս Դյումուլենին իր թշնամիներից, երբ նա ապաստան էր գտել այնտեղ Փարիզյան այդ արյունալի կոտորածի ժամանակ։